գործում եւ իրավիճակը կարծեք թե գնում է դեպի ապակայունացման։ Իրավիճակը ապակայունացման չի գնում, պետք չի ես կարծում նման կանխատեսումներ անել այս պահին, այո, Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ, ճիշտ նկատեցիք, բուն գործընթացի հետ կապ չունեցող ըստ էության հայտարարություններ եւ նաեւ մեր կողմից դուք տեսակ րոպեներ առաջ նաեւ կարծում եմ կառավարության աշխատակազմի կողմից հնչած հայտարարությունն առայն, որ ուրեմն Ադրբեջանի կողմից հնչող հրադադարի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ ավելին մենք ադրբեջանական կողմից նաև ակնկալում ենք որոշակի փաստական տվյալներ ստանալ ինքներս ուսումնասիրելու համար հայկական կողմից նման խախտումներ եղել են թե չէ ադրբեջանի կողմից որևէ փաստական տվյալ չի ներկայացվել որովհետև այդպիսիք չեն կարող լինել եւ ըստ էության նաև մենք եւս մեկ անգամ պետք է հիշեցնենք որ Ադրբեջանի հետ երկկողմ խոսակցություններում ոչ մեկ անգամ առաջարկել ենք ուրեմն մեխանիզմ, որով մենք կվերահսկենք սահմանին իրավիճակի եւ հրադադարի ուրեմն խախտումների հնարավոր խախտումները, որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում, ինչ վերաբերում է որ իրավիճակը բոլորովին այլ հունով է գնում, ես այդպես չեմ կարծում, կա հիմա ուրեմն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, որի շուրջ բավականին երկար ժամանակ աշխատել ենք եւ ըստ էության այդ տեքստը երկկողմ է համաձայնեցվել, այնպես չի որ այդ տեքստին միայն մենք ենք համաձայն եւ դեռ ավելին հայկական կողմը, այսպես ասած 12-րդ շրջափուլից հետո համաձայնել է Ադրբեջանից ուղարկված առաջարկություններին